տեսնում, չէ։ Կարող է ամեն ինչ քո կամքով ա եղել, դրա համար ես տենց պաշտպանում։ Կարող է այդ տղեն ընդհանրապես մեղավոր չէ։ Հենց դու ես տենց ուզել, որ ամեն ինչը տենց լինի։ Հա։ Իմ կամքով ա եղել։ Ինչ։ Սիրում ենք, չէ՞ իրար։ Այդ ծաղիկների առաքման հարցը չի պարզվում։ Ինչա որ։ Չեք գտնում համարը, որից որ պատվեր է եղել։ Այդ համար էլ հասանելի չի։ Համարի տերն էլ երկրում չի։ 2 օր առաջ է մեկնել, հիմա փնտրում ենք։ Ուր է իր մանը։ Ուր է իր։ Կլինի առանց գոռալու։ Չէ, չի լինի։ Երբ անից ես սկսել ինձ խաբել մանը։ Երբ անից։ Այդ տաքսիստին առաջին անգամ չէ։ Այս սերիան իսկապես զգացմունքներով լի էր, եւ հենց առաջին րոպեներից լարվածությունը զգացվում էր։ Սկզբում մենք տեսանք շատ հուզիչ խոսքեր, որտեղ կարծես հարաբերությունները նորից վերականգնվելու հույս ունեին։ Բայց ինչպես միշտ այս պատմությունում ամեն ինչ այդքան հեշտ չէ։ Ամենահետաքրքիր մասը այն էր, որ հերոսների միջև հին սիրո զգացումները դեռ ամբողջությամբ չեն մարել։ Սակայն նրանց միջև կուտակված անվստահությունն ու չլուծված խնդիրները շարունակում են խանգարել։ Սա ցույց է տալիս, որ նույնիսկ սերը երբեմն բավարար չէ, եթե վստահությունը կոտրված է։ Մանեի շուրջ զարգացող իրավիճակը այս էպիզոդի գլխավոր շոկն էր։ Հարցերը շատ են, իսկ պատասխանները քիչ։ Նրա պահվածքը կարծես ավելի շատ գաղտնիքներ է բացում, քան փակում։ Հատկապես այն պահը, երբ նրան մեղադրում են խաբելու մեջ, ամբողջ պատմությունը նոր ուղղությամբ է տանում։ Ծաղիկների առեղծվածը նույնպես շատ հետաքրքիր գիծ է։ Պատվերի հետևում կանգնած անձի անհայտ լինելը ավելի է խորացնում ինտրիգը։ Սա հստակ նշան է, որ առաջիկա սերիաներում մեծ բացահայտումներ են լինելու։ Իմ կարծիքով այս սերիան ավելի շատ կենտրոնացավ կերպարների ներքին պայքարի վրա, քան արտաքին գործողությունների, եւ հենց դա է այն դարձնում ուժեղ ու ազդեցիկ։ Զգացմունքները իրական էին, երկխոսությունները ծանր ու կարևոր։ Իսկ ամենամեծ հարցը հիմա սա է. արդյոք Մանեն իրականում մեղավոր է,